Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայի նախաձեռնությամբ Վանաձորի Ալբերտ Ազարյանի անվան կենտրոն համալիր մարզադպրոցում անցկացվեց Սամբոյի պատանիների և երիտասարդների առաջնությունը։ Առաջնությանը մասնակցեց Հայաստանի տարբեր մարզերի և Արցախի 202 մարզիկ։ Սա նախընտրական մրցաշար է Եվրոպայի և աշխարհի առաջնությունների համար։ Մրցումների արդյունքում ձևավորվում է հանրապետության հավաքական թիմը։ 10 քաշային կարգերում լավագույն արդյունքներ գրանցած մարզիկները հավաքականի կազմում կմասնակցեն ապրիլի 5-ից 9 Ռումինիայում անցկացվելիք պատանիների Եվրոպայի առաջնությանը։ Մարզական ավանդույթներ ունեցող Վանաձորում Սամբոյ եղել է սիրված մարզաձևերի շարքում։ Այսօր փորձ է արվում պահպանել ավանդույթները, ապահովել մարզաձևի մասսայականությունը։ Շատ մարզիկներ ունենք, որոնք տարբեր ժամանակներում դարձել են աշխարհի Եվրոպայի առաջնության մրցանակակիրներ։ Իհարկե չի կարելի չհիշել մեր Արտուր Գևորգյանին, որը մի քանի անգամ դարձավ աշխարհի և Եվրոպայի մեծահասակների առաջնության մրցանակակիր։ Վանաձորում եղել Արզումանյան Կամոն, որը 81 թվականին դարձավ ԽՍՀՄ պատանիների առաջնության և ԽՍՀՄ դպրոցականների սպարտակիադաների առաջնությունների հաղթող։ 10 քաշային կարգերում հաղթողները պարգևատրվեցին ֆեդերացիայի պատվոգրերով, նվերներով, մեդալներով։ Առջևում Եվրոպայի առաջնությունն է Բուխարեստում։ Աննա Պեչենևսկայա, Արտակ Բրուտյան, Մոլորակ։